Բարև ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է։ Ծագումով հայկական, այս հյութալի և համեղ միրգը այսօր տարածված է ամբողջ աշխարհում։ Եկեք միասին ծանոթանանք ծիրանի օգտակար հատկություններին։ Առաջին հերթին նշենք ծիրանի ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի վրա։ Շնորհիվ կալիումի, մագնեզիումի և վիտամին C-ի պարունակության, այն դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի գործունեության վրա։ Ծիրանում առկա A, E, C վիտամինները դրական են ազդում մաշկի էլաստիկության վրա, պաշտպանելով այն ազատ ռադիկալներից և արևի ճառագայթներից։ Ծիրանի յուղը կիրառվում է նաև դիմակների և քսուկների կազմության մեջ։ Ծիրանը հարուստ է կարոտինոիդներով, որոնք օգտակար են աչքերի առողջության պահպանման համար։ Շնորհիվ վիտամինների և միներալների հարուստ կազմի, ծիրանը խթանում է իմունիտետը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիաների նկատմամբ։ Ծիրանը հանդիսանում է հիանալի աղբյուր բջջանյութի համար։ Վերջինս ունի դրական ազդեցություն մարսողության կարգավորման մեջ։ Մասնավորապես այն խթանում է աղիների պերիստալտիկան, այսինքն մոտորիկան և կանխում փորկապության առաջացումը։ Սակայն այս հիանալի մթերքը շաքարային դիաբետով անձանց խորհուրդ է տրվում օգտագործել ոչ մեծ քանակությամբ, ինչը պայմանավորված է ածխաջրերի բարձր պարունակությամբ։ 100 գրամ մթերքում առկա է շուրջ 9 գրամ ածխաջրեր։ Բացի այդ, ցանկալի չէ օգտագործել ծիրան քաղցած կամ դատարկ ստամոքսին, քանի որ այն մի կողմից կարող է դրսևորել գրգռիչ ազդեցություն ստամոքսի լորձաթաղանթի վրա, մյուս կողմից էլ կարող է դիտվել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի արտահայտված բարձրացում։ Ուստի խորհուրդ է տրվում միրգը օգտագործել հիմնական սննդընդունումից հետո, որպես դեսերտ։ Ծիրանի պահպանման լավագույն տարբերակներից մեկը դա ծիրանաչիժն է։ Ընդհանուր առմամբ ծիրանի ջրում պահպանվում են նրա գրեթե բոլոր օգտակար հատկությունները։ Սակայն չորացման արդյունքում հեղուկի գոլորշացման հաշվին մի քանի անգամ բարձրանում է մթերքի ինչպես կալորիականությունը, այնպես էլ գլիկեմիկ ինդեքսը։ Վերջինս ցույց է տալիս, թե որքան արագ է տվյալ մթերքը բարձրացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Հետևաբար, շաքարային դիաբետի, ինսուլինառեզիստենտականության կամ ավելորդ քաշի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել խիստ սահմանափակ քանակությամբ։ Խորհուրդ է տրվում նաև խուսափել այս մթերքի օգտագործումից մարսողական համակարգի հիվանդությունների սրացման փուլում։ Այսպիսով, ծիրանը ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար մթերք է։ Սնվենք առողջ, որպեսզի լինենք առողջ։ Առողջ եղեք։